մենք ժամանակ առ ժամանակ ժողովրդավարություն տուն վերադառնալու անհրաժեշտություն եւ կարիք ենք զգում համոզվելու եւ համատելու համար մեր դեմոկրատական բարեփոխումների ժամացույցը դեմոկրատիայի տան ժամացույցների հետ, որպեսզի համոզվենք, որ ժողովրդավարական բարեփոխումների մեր ընթացքը ընթանում է ճիշտ ճանապարհով, ճիշտ արագությամբ եւ ճիշտ ուղղությամբ եւ իհարկե մեզ համար մեծ պատիվ է, որ մենք ժողովրդավարական բարեփոխումների ճանապարհին ունենք Եվրոպական միության եւ Եվրոպական խորհրդարանի աջակցությունը եւ այսօրվա իմ ելույթում ես նաեւ հնարավորություն ունեմ կիսվելու, թե ինչպիսի ընթացք ստացան նախորդ 2.5 տարվա ընթացքում այն թեմաները, որոնց մասին նախորդիվ առիթ ունեցել ենք քննարկել ամենակարևոր բանը, որ հանդիպման ժամանակ էլ ես ասացի, այն է, որ 2025 թվականին ընդունվեց եւ ուժի մեջ մտավ Հայաստանի Հանրապետության Եվրոպական միության անդամագրվելու գործընթաց սկսելու մասին օրենքը, որը պատմական նոր փուլ է բացում Հայաստանի եւ Եվրոպական միության հարաբերություններում եւ դա մի նոր խթան է մեզ համար շարունակելու դեմոկրատական ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը։ Դուք արդեն նշեցիք, Հայաստանն ու Եվրոպական միությունը ընդունեցին ռազմավարական նոր օրակարգը, որը մեր հարաբերությունները բարձրացնում է նոր մակարդակի, ներկայումս մենք ակտիվորեն բանակցում ենք վիզաների ազատականացման թեմայով, այս ընթացքում Հայաստանի Հանրապետությունը նաև աջակցություն է ստացել եվրոպական խաղաղության գործիքի միջով, Հայաստանում շարունակում են գործունեություն ծավալել Եվրամիության քաղաքացիական դիտորդների առաքելությունը, ում դերը դժվար է գերագնահատել եւ ընդհանուր առմամբ բարձր մակարդակի մեր քաղաքական երկխոսությունը շարունակվում է եւ տեղի է ունեցել եւ գործադիր իշխանության եւ օրենսդիր իշխանության եւ քաղաքացիական հասարակությունների մակարդակում եւ ուրախ եմ արձանագրել նաեւ որ մենք տնտեսական գործակցության բավականին մեծ օրակարգ ունենք եւ կրկին ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ այս հրավերի եւ հնարավորության համար եւ անհամբեր սպասում եմ ձեզ Երևանում մայիսի սկզբին Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու համար Thank you. Armen Press, Armenian News Agency. Armen Press, Հայաստանի լրատվական գործակալություն նախագահ։ Մեծ ուրախ ձեզ ուղղված հաշվի առնելով Եվրոպական խորհրդարանի շարունակվող աջակցությունը Հայաստանի ժողովրդավարությանը, արդյոք Եվրոպական խորհրդարանը նախատեսում է որևէ հնարավորություն ընդլայնելու տեղում իր ներկայությունը, երկրում իր ներկայությունը, որպեսզի խորացնի հարաբերությունները բոլոր քաղաքական կուսակցությունների հետ եւ աջակցի ներառական երկխոսությանը բոլոր կուսակցությունների հետ։ Շատ շնորհակալություն այս հարցի համար։ Նախավարաճ եւ իմ խոսքում եւ վարչապետն իր խոսքում կարծում եմ տեսակ ընդհանրությունն այն է, որ շատ ուժեղ հանձնառություն կա խորացնելու կապերը Եվրոպական միության հետ։ Մենք ողջունում ենք Հայաստանի հաստատուն հանձնառությունը խորհրդարանների միջև մեր պարագայում կա քաղաքական երկխոսություն, բայց ավելին նաև անվտանգության, առևտրի, տարածաշրջանային կապակցվածության ոլորտներում մենք իսկապես ուզում ենք խորացնել մեր համագործակցությունը եւ մենք այս կառույցում տարիներ շարունակ ենք ասում։ Հայաստանի հետ մեր հարաբերությունները էապես ավելացել են մեր հայ բարեկամների վերջին ամիսների հանձնառությանը համահունչ, մենք շարունակելու ենք խորացնել մեր հարաբերությունները, հա թե ինչու ենք ուզում վարչապետին հրավիրել այսօր այստեղ, սա ընդամենը առաջին քայլն է այս մեր մանդատի շրջանակում, մյուս շաբաթ Եվրոպա-Հայաստան խորհրդարանական գործընկերության հանձնաժողովի նիստը տեղի կունենա, նաև Եվրամիություն Հայաստան պատմության մեջ առաջին գագաթնաժողովը տեղի կունենա մայիսին, Եվրոպական քաղաքական համայնքի ժողովից զատ։ Ինչ վերաբերում է տեղում մեր ներկայությանը, այս որոշումները մենք կայացնում ենք Եվրոպական խորհրդարանի բյուրոյում մի քանի ամիս առաջ մենք նորոշում կայացրեցինք Մոլդովայում գրասենյակ բացել նախ անցյալ նոյեմբերին, որը պետք է ամբողջ արևելյան գործընկերության
տարածաշրջանով զբաղվի, այդ թվում նաև Հայաստանն ընդգրկի։ Մենք այս առումով հաստատում ենք մեր լիարժեք հանձնարարությունը արաբական գործընկերության մեր բոլոր բարեկամներին։ Բարերավոտ, պարոն Վարչապետ։ Ինչ վերաբերում է ընթացիկ կապերին Եվրոպական միության հետ կարող եք խնդրում եմ ընդգծել հաջորդ քայլը, որն եւ ինչ հնարավոր ժամկետ կա Եվրամիություն Հայաստան ինտեգրման գործընթացում եւ հաշվի առնելով ներկայիս իրավիճակը, անվտանգության իրավիճակը տարածաշրջանում մրցակ Հայաստանը նախատեսում է խորացնել իր համագործակցությունը Եվրոպայի հետ պաշտպանության ոլորտում, այդ թվում օրինակ SAFE ծրագրի նման ծրագրերի մեջ մասնակցությամբ արդյոք քննարկում եք եվրոպական որևէ գործընկերների հետ ներկայումս անվտանգության ոլորտում աջակցությունը Հայաստանին ավելացնելու հեռանկարը տարածաշրջանում։ Շնորհակալություն։ Գիտեք, մենք անվտանգության ոլորտում արդեն իսկ համագործակցում ենք Եվրամիության երկրների հետ։ Մենք ռազմատեխնիկական ոլորտում համագործակցություն ունենք Ֆրանսիայի հետ։ Մենք նաև արդեն նշեցի, որ Եվրամիության քաղաքական ներողություն, խաղաղության գործիքի միջոցով արդեն 2 անգամ աջակցություն ենք ստացել Եվրոպական միությունից եւ մենք ընդհանուր առմամբ համագործակցում ենք Եվրամիության հետ տարածաշրջանային համատեքստում եւ վերջերս Ադրբեջանի հետ հաստատված խաղաղությունը մեզ համար հնարավորություն է ստեղծում որպեսզի մենք Եվրամիության հետ մեր համագործակցությունը այդ թվում ենթակառուցվածքային ծրագրերում ընդլայնենք։ Ես ձեր հարցին ի պատասխան մի այսպիսի նրբություն եմ ուզում նշել, որի մասին վերջերս շատ խոսում եմ նաև Հայաստանի Հանրապետության ներսում։ Ընդհանրապես գիտեք, անվտանգություն ասելով շատ հաճախ հասկանում են զենք, զինամթերք, բանակ, հատուկ ծառայություններ, օպերատիվ գործողություններ եւ այլն եւ այդպես շարունակ եւ մենք շատ երկար 30 տարի այդ ընկալման մեջ ենք եղել։ Հիմնական խնդիրը, որը ես տեսնում եմ եւ հիմնական ընկալման փոփոխությունը, որը ես տեսնում եմ, հետեւյալն է, որ Հայաստանում են շատ խոսում է անվտանգության երաշխիքների մասին։ Ինձ համար հիմա ակնհայտ է, որ անվտանգության միակ երաշխիքը խաղաղությունն է։ Չկա ավելի հուսալի անվտանգության երաշխիք, քան խաղաղությունը։ Երկրորդ շերտի անվտանգության երաշխիքը համագործակցությունն է, փոխկապվածությունը, տնտեսական համագործակցությունը եւ փոխշահավետությունը, որովհետեւ իհարկե մենք շատ լայնորեն արդեն ասացի, վերջերս մենք նաև ռազմատեխնիկական համագործակցություն ունենք նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, եվրոպական մի շատ երկրների հետ, որ նախկինում երբեք չենք ունեցել, բայց այնուամենայնիվ հասկանալով, որ բանակի զարգացումը շատ կարևոր է եւ յուրաքանչյուր ինքնիշխան երկրի ոչ միայն իրավունքն է, այլև պարտականությունն է, անվտանգության մեր ընկալումները փոխվում են ժամանակի հետ ավելի շատ ռազմականից դառնալով քաղաքական եւ դիվանագիտական եւ ես կարծում եմ որ մենք ավելի շատ պետք է շեշտը դնենք այս տրամաբանության վրա ներսում էլ Հայաստանի ես այս մասին խոսելիս ասում եմ բանակը մեզ համար անվտանգության ոչ թե գործիք է, այլ անվտանգության ռեզերվ է երբ որ հանկարծ որևէ պայմաններում իմ ասած առաջնային գործիքները խաղաղության հանկարծ չաշխատեն խաղաղությունը համագործակցությունը փոխգործակցությունը եւ այդպես շարունակ